Հերթական անգամ Նինոց Մինդայեին ժամանել Դինամո Թբիլիսի ֆուտբոլային ակադեմիայի նախագծի մենեջերը և մարզիչները։ Այցի նպատակն էր տեղում հետևել Նինոց Մինդայում գործող ակադեմիայի մասնաճյուղի սաների մարզումներին և խաղերին, ինչպես նաև գնահատել նրանց պատրաստվածության մակարդակը։ Հերթական անգամ մեր Դինամո ակադեմիայի պրոյեկտի մենեջերը, մարզիչները եկել էին մեր Դինամո ակադեմիայի սաներին մանիտորինգի։ Պրոյեկտը շատ մեծ նշանակություն ունեցավ մեր տեղի մանկական ֆուտբոլի համար։ Հիմա մենք պատրաստում ենք երեխաներին Թբիլիսիում ուզում ենք ընկերական հանդիպում անցկացնել հենց Թբիլիսի իրենց ակադեմիայի սաների հետ, որպեսզի պատրաստվենք հունիս ամսին մեր տարածաշրջանի ֆեստիվալի համար ավելի ուժեղ, ավելի որակյալ ֆուտբոլիստներ պատրաստենք, որպեսզի իրենք այնտեղից ընտրեն ուժեղագույններին եւ տանեն իրենց ակադեմիան։ Արդեն 3-րդ տարին է գործում այս ակադեմիան։ Ծնողների կարծիքով էլ շատ մեծ առաջընթաց կա։ Իհարկե մեր քաղաքապետն է հենց այս պրոյեկտի մեզ ներկայացրել, որ արժի այս պրոյեկտը իրագործել եւ մենք իրագործում ենք շնորհակալություն ակադեմիայի Լևան Գվանցելաձեից, դիրեկտորն ակադեմիայի, մեր մենեջերից Գիայիսյանից եւ մեր տարածաշրջանի Լաշա Չարիաշվիլից եւ Գոչաչիկովանից, որը մեր տարածաշրջանի մենեջերն է։ Շնորհակալություն բոլորից եւ ձեզանից, որ մեր լուսաբանում եք մեր ամեն մի ելույթները։ Այս նախագիծը մեծ նշանակություն ունի տեղական մանկական ֆուտբոլի զարգացման համար։ Երեխաները հնարավորություն են ստանում մարզվել մասնագետների վերահսկողության տակ եւ ձեռք բերել կարևոր փորձ։ Առաջիկայում նրանք պատրաստվում են մեկնել Թբիլիսի, որտեղ կհանդիպեն Մայրաքաղաքի ակադեմիայի սաների հետ։ Очень рады присутствовать еще один раз на мониторинг Динамо Академия. Наша цель здесь у вас развитие футбола, детей, которые очень перспективнее, мы сейчас смотрели. Есть шанс попасть у нас в Динамо Академию, и оттуда потом одна дорога прямо идет в сборную Грузию. Мы сейчас посмотрели тренировку. У нас каждый месяц есть такая ситуация, что наш представитель приезжает и смотрит за этого футболиста. Мы сделаем через месяц фестиваль, у нас будет 2 раза в год фестиваль, где будем избирать хороших футболистов для нашей академии. Сейчас я хочу передать нашему Алери, директору школы, вот эту книгу. Эта книга посвящена Академии Динамо Тбилиси. Здесь все очень хорошо сказано. И мы хотим еще отблагодарить мэрию Ниноц Минда, всем, кто поддерживает этот проект. И от автора тоже есть подпись для вашего мэра, для хорошей женщины, которая очень хорошо стоит за футболом, за спортом, и мы благодарны. Это я хочу, чтобы от нас передали. Спасибо. Այսօր մեր պիջիկները, Դինամո ակադեմիայի խաղացողները երեցին պարբուն գուրթեղոր եկել էին Դինամոյի մեծերը, որպեսզի ընտրեն ամենալավ խաղացողին ու տանին թիվից։ Մեր պիջիկները շատ լավ խաղացին, սաղն էլ շատ լավ խաղացին, կան ավելի լավ խաղացող։ Հիմա մենք ցանկանք մեր պիջիկնուն ուспехներ, որ ամենքի իրան ուզածին հասնին ու լիքը բաներ տեսնին կյանքի մեջ ֆուտբոլով։ Հանդիպումները կարևոր փուլ են հունիսին կայանալիք տարածաշրջանային միջոցառմանը պատրաստվելու համար։ Մարզիչների նպատակը ոչ միայն մրցակցային խաղերի անցկացումն է, այլև առավել ուժեղ եւ հեռանկարային ֆուտբոլիստների ընտրությունը, որոնք հետագայում կարող են տեղափոխվել գլխավոր ակադեմիա։ Я играю в Динамо, клуб Академия. Когда я вырасту, хочу стать профессиональным футболистом, играть за сборную Грузию и побеждать выигрывать много трофеев. Желаю удачи всем моим партнерам по команде, чтобы они достигли успехов. Ես Արսեն Կարապետյանն եմ, պարապում եմ ռայոնում։ Իմ երազանքը հայտնի ֆուտբոլիստ դառնալ, խաղալ Վրաստանում,
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին Հովոմոսոյանին եւ ուզում եմ շատ հաջողություններ հայտնել իմ ընկերներին, ֆուտբոլի ընկերներին։ Նինո Ծմինդայում ակադեմիան գործում է արդեն 3 տարի եւ ըստ ծնողների նկատելի առաջընթաց կա։ Ծրագրի իրականացման մեջ մեծ դեր ունի քաղաքապետը, որի նախաձեռնությամբ էլ այն կյանքի է կոչվել։ Նրա աջակցությամբ ստեղծվել են պայմաններ, որպեսզի երեխաները զարգանան եւ ունենան ֆուտբոլային աճի իրական հնարավորություն։